Ես այդ եվրոկլոնները, որ հիմա Երևանում ման են գալիս, իրանց ֆրֆրում են սիրուն մեքենաներով, ես մի հատ իրանց հետևից կընկնեի, ավտոմատով կկրակեի օդ եւ կտեսնեի նրանք հասկանում են թե նրանք ինչու են փախնում, թե ես պետքա հետազոտեմ նրանք ինչու են փախնում, երբ որ կրակում են իրանց վրա։ Այսպիսի ցինիկ երկու երեսանություն ես չեմ հիշում, էլի ես, բայց մենք միշտ զգուշացնում ենք, որ այսպես է լինելու։ 18 թվին, որ մեզ խաբեցին, ասեցին, բան դեմոկրատական աշխարհը ձեզ կպաշտպանի, մենք զգուշացնում ենք, որ այդպիսի բան չի լինի, դեմոկրատական աշխարհը գնաց Ալիևի մոտ, իր նավթի գազի հետևից։ Հասկանում եք, ես չգիտեմ իմաստը ինչ է մեր խոսալու, որտեղ մենք անընդհատ ասում ենք ինչ է լինելու եւ ոնց ենք մեզ խաբելու, ու մեր ժողովուրդը անընդհատ է ժողովուրդը չէ, այս ղեկավարությունը անընդհատ ընկնում է այդ փոսի մեջ, ամեն անգամ զգուշացնում ենք։ Երեք ես գտա ուղղակի պատահական գտա ամերիկյան էքսպերտները խոսում են նրա մասին, որ մինչև հիմա չեն հասկանում, թե դրոնները ինչպես փոխեցին պատերազմը։ 2016 թվականի ապրիլին ես գրել եմ իմ բլոգում, որից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի հետախուզությունը ընկավ հետևիցս։ Ես գրել եմ, որ Ադրբեջանը գտավ թույլ տեղը մեր պաշտպանության մեջ, Ադրբեջանը սկսելու է ինտենսիվ ձևով ձեռք բերել դրոններ եւ տեխնոլոգիաներ եւ տենց էլ արեց Իսրայելից։ Հիմնականում եւ մի քանի տարի հետո նոր պատերազմ է սկսվելու, Ադրբեջանը հաղթելու է, հայերը պարտվելու են, Ղարաբաղը կորցնելու են եւ Հայաստանը ընկնելու է կախվածության մեջ իր հարևաններից եւ դառնալու է պրոտեկտորատ։ 9 տարի առաջ ես դա գրել եմ։ Ես չգիտեմ էլ ինչ իմաստ ունի։ Գիտեք, ես ինչ-որ բան ասեմ, խոսեմ, չգիտեմ մենք այս ինչ ղեկավարություն ունենք, կամ աշխարհը ով է ղեկավարում։ Գիտեք, սա 80-ականները չեն։ 80-ականներին մենք ունեինք պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, էներգետիկա ունեցող, խելք ունեցող ղեկավարներ, որոնք ինձ պահում էին որպես երկրի ղեկավար։ Ռոնալդ Ռեյգան, Մարգարետ Թետչեր, Ֆրանսուଆ Միտերան, Հելմուտ Կոլ, ասենք Միխայել Գորբաչով, չնայած ռուսների մոտ որ ասում եք ջղայնանում են եւ տեղ ունեն։ Հիմա դրանց համեմատեք սրանց հետ։